Տիրոջը փառք իրապես այսօրվա համար, որ կյանք տվեց եւ հնարավորություն ունենք իր առաջ գալու, միասին երգելու, միասին աղոթքով, միասին իր խոսքի շուրջ մտորելու, եւ սա բավականին մեծ առանձնահատկություն է։ Ու սրա համար նորից պետքա փառք տանք Տիրոջը։ Թեև գուցե մի քանի ժամանակ ընթացքում Եզև ասած սովորում ենք և դառնում է այն մեզ համար սովորական մի իրավիճակ, բայց ամեն անգամ իրապես Տիրոջը շնորհակալություն հայտնենք այս հնարավորության համար։ Որովհետև իրապես վաղը չգիտենք, թե ինչ կարգավիճակում ենք գտնվելու և արդյոք այդ հնարավորությունը կունենանք, թե ոչ։ Զուտ միայն երկրի մասին չեմ ասում, այլ նույնիսկ մեր առողջական կարողությունները։ Արդյոք ֆիզիկապես հնարավորություն կունենանք նորից մեկտեղ հավաքվելու, միասին Տիրոջը պաշտելու։ Դրա համար սա ոչ թե մեզ համար բեռ է, որ ամեն կիրակի մենք պետք է մեկտեղ հավաքվենք, ամեն կիրակի մենք Տիրոջը խոսնենք, սերտում ուսումնասիրում, ոչ թե բեռ է, որ մենք փոքր խմբեր ունենք, որոնց շրջանակում նորից Աստծո խոսք ենք սերտում, սա Տիրոջ կողմից ինչ է, օրհնություն է։ Եվ երբ որ սկսենք նման մոտեցում ցուցաբերել, նման հասկացողությամբ շարժվենք, հավատացնում եմ ձեզ, շատ բան այլ կերպ կլինի, շատ բան այլ մոտեցում կցուցաբերվի, որովհետև մենք կսկսենք գնահատել այն պահը, այն ժամը, երբ առիթ ունեցանք Աստծո խոսքի շրջանակում մտորելու, Տիրոջը ճանաչելու, եղբայրների ու քույրերի հետ այդ շփումն ունենալու, մեկս մյուսի համար աղոթելու, մեկս մյուսին թևութիկունք լինելու, բարձրացնելու խոսքի շրջանակում։ Սա այն շնորհը, որ Տերը մեզ տվել է եւ փառք նորից իրեն։ Դրա համար տերունական օրը կամ կիրակի օրերը ինքնանպատակ չեն։ Դե եկա, ճիճկեն ստացա ու գնացի։ Մեր կիրակնօրյա դպրոցի շրջանակում սկսել ենք խոսել հրեշտակաբանության մասին։ Հետաքրքիր է, եթե ուսումնասիրեք առաքելական եկեղեցու վարդապետության շրջանակում, Եզևի հասկացողություն ունեն, որ ամեն մի հավատացյալ մի հրեշտակ ունի։ Ու օրինակի համար, եթե այնպես է լինում, որ պատարագին չեք մասնակցում, ձեր տեղը այդ հրեշտակն է գնում ու այդ պատարագին մասնակցում է։ Եվ այն դառնում է զուտ ոչ թե այդ պատարագից կամ պաշտամունքից իմ Աստված ճանաչողությունն է մեծանում, ես Աստծո կամքն եմ ավելի ճանաչում, եղբայրներիս ու քույրերիս հետ շփում եմ ունենում, չէ, այդ ամենը չկա, զուտ կա ուղղակի ինքնանպատակ մի բան, այնտեղ ներկա լինել, եթե ես նույնիսկ ներկայել չեմ, բայց հավատարիմ ես ձև ասած ճակերտավոր զավակ եմ, Աստված իր հրեշտակին կուղարկի, այդ հրեշտակը տեղս կգա, ծառայությանը կմասնակցի։ Հետաքրքիր մոտեցում է, այսինքն, բայց դա Աստծո խոսքի հետ ընդհանրապես կապ չունի։ Այնպես որ մեր տեղը, ոչ մեր ծնողները, ոչ էլ հրեշտակները չեն կարա Տիրոջը պաշտեն ու չպիտի պաշտեն, ամեն մեկը իր համար է պատասխանատու։ Դուք ձեր կյանքի, ձեր ընթացքի համար եք Տիրոջ առաջ պատասխանատու լինելու։ Հիմա այս պատասխանատվության շրջանակում մի քիչ ուրիշ է ամուսինների հետ հարցը, մի քիչ ուրիշ է եկեղեցու առաջնորդներին, որտեղ բացի իրանից նաև եկեղեցու եւ ընտանիքի համար են պատասխանատվություն կրելու, բայց սա այլ թեմա է։ Շատ լավ, սիրելիներ, շարունակելու ենք Մատթեոսի ավետարանի մեր սերտողությունը, հասել ենք 9-րդ գլուխը եւ այսօր խոսելու ենք խավարից դեպի լույս ընթացող ճանապարհի մասին։ Easy worship-ով եք բացել սլայդը, բանով, շատ լավ։ Նայեք, երբեմն ընդհանրապես մեր կյանքում եւ մեր շրջապատում Աստված որոշ առումով մեզ համար տարօրինակ ձևով է ցույց տալիս իր փառքը։ Եվ որ նաեւ շատ դեպքերում մեզ ցույց է տալիս դաս, որ իսկական լույսը կախված չէ ֆիզիկական տեսողության հետ։ Ու այս ճշմարտության, ասենց ասած, վառ օրինակ է մի կին, ով երբ որ ծնվում է 6 շաբաթական լինելով սխալ բուժման հետևանքով կորցնում է տեսողությունը։
Ու գիտեք ինչ կա, մարդկային տեսանկյունից այս իրավիճակում կարող են շատ-շատերը ասեին անարդար է, շատ-շատերը ասեին, եթե Աստված կար, բա ինչա այս ամեն ինչը թույլ տրվել, կամ նույնիսկ այս կինը, այս ձև ասած դաժան, ճակերտավոր եմ ասում դաժան, ինչի որտեվ կհասկանաք հետո, ճակատագրից ելնելով կարող էր ներսրտած լիներ Աստծուց, բողոքեր Աստծո մասին, բայց հետաքրքիր է, որ Աստված այս կնոջ համար բավականին հետաքրքիր ծրագիր ուներ։ Այս կնոջ անունն էր Ֆանի Կրոսբին, որը որ բավականին շատ հավատացյալներին հայտնի է իր շարականներով կամ հոգևոր երգեր գրելով։ Այսօր հետաքրքիր է, մենք այդ երգերից մեկը երգեցինք միասին, օրհնյալ երաշխիք իմս է Հիսուս, եւ նաեւ եւս մեկ երգ կա, որ հայերենով թարգմանված է ու ծանոթ է մեզ, միասին ինձ մե փրկիչս։ Գիտեք, ու այս իրավիճակում այս կինը երբեք չի բողոքել իր կուրության ելնելով, այլ այդ ամեն ինչը օգտագործել է գործածել է Տիրոջը փառքի համար։ Ու պատկերացեք ինքը իր կյանքի ընթացքում 8000-ից ավելի հոգևոր երգեր է գրել, որոնք որ մինչև հիմա շատ-շատ եկեղեցիներում երգվում են։ Ու այս ամեն ինչ ուղղակի հրաշալի օրինակ է նրա, որ մարդ կարա ֆիզիկապես տկարություններ ունենա, ֆիզիկապես կույր լինի, բայց շատ հազարավոր մարդկանցից շատ ավելի լավ տեսողություն ունենա։ Ու հենց այսօր խոսելու ենք խավարից դեպի լույս, դեպի իրական լույս ճանապարհի մասին։ Բացեք խնդրեմ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ, կարդալու ենք միասին 27-ից 34 համարները։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 27-ից 34։ Խնդրեմ ոտքի կանգնենք եւ միասին Աստծո խոսքը ոտքի կանգնած ընթերցենք։ Երբ Հիսուս այնտեղից հեռանում էր, նրա ետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմիր մեզ Դավթի որդի»։ Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատում եք, որ կարող եմ դա անել»։ Նրանք ասացին. «Այո, Տեր»։ Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»։ Եվ նրանց աչքերը բացվեցին, Հիսուս նրանց պատվիրեց ասելով. «Զգույշ եղեք, որ ոչ ոք չիմանա»։ Իսկ նրանք դուրս ելան եւ նրա համբավը տարածեցին այդ ողջ երկրով մեկ։ Երբ նրանք դուրս էին ելնում, ահա Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ դևը դուրս հանեց, համրը խոսեց։ Եվ մարդիկ զարմացան ու ասացին, որ Իսրայելում այդպիսի բան երբեք չի տեսնվել։ Իսկ փարիսեցիներն ասում էին. դևերի իշխանի միջոցով է դևերին հանում։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայր, իրապես փառք ենք քեզ տալիս այս առիթի, այս առանձնաշնորհման համար, Տեր։ Շնորհակալ ենք իրապես, որ քո միջոցով հնարավորություն ունենք, Տեր, խոսքիդ միջոցով քեզ տեսնելու, որ ինքդ քեզ ճանաչեցրեցիր մեզ ժամանակին մարգարեների միջոցով եւ վերջին ժամանակներում քո որդու միջոցով, Տեր, որ կատարելապես հնազանդ եղավ եւ արեց այն ամեն ինչ, որ դու կամեցար, Տեր։ Աղոթում եմ, ով Հայր, որ օգնես, որ այս պատմության շրջանակում մտորելով, խոսքիդ շուրջը մտորելով, Տեր Աստված, խոսես մեր հետ եւ քո ճշմարտությունը հայտնես։ Որ եթե մեր մեջ կան մարդիկ, ովքեր որ դեռևս հոգևոր առումով կույր են, դու բացես այդ մարդկանց սրտի աչքերը, որպեսզի տեսնելով տեսնեն եւ ճանաչեն քեզ, Տեր, որպեսզի փրկությունը վայելեն, որը որ վեր է ամեն բանից, Տեր։ Օգնի, որ մենք էլ մեր կենտրոնացումը ուղենք դեպի քեզ, որպեսզի քայլենք լույսի մեջ, ինչպես որ դու խոստացար։ Ողորմիր մեզ, գթա եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Պետք է հիշենք մի բան, որ առանց Հիսուսի մարդը ապրում է հոգևոր խավարում։ Անկամ եթե նրա աչքերը բաց են կամ ֆիզիկապես տեսնում է։ Իսկ Հիսուս միակն է, որ բացում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև առաջին հերթին սրտի աչքերը։ Դեք այսօր երկրից վրա ապրում է մոտավորապես 8 միլիարդ մարդ եւ գուցե դրանից ավել, որոնց մեծ մասը
Գիտեք ինչ վիճակում են գտնվում։ Կույր են։ Կույր են ու դրա մասին անգամ չեն էլ գիտակցում։ Ու խնդիրը նրանում է, որ իրականում աշխարհում կա երկու տեսակի կուրություն։ Այդ երկու տեսակի կուրությունը մեկը ֆիզիկականն է, եւ երկրորդը հոգեվոր կուրությունն է։ Եվ այս տեքստի շրջանակում միասին խոսելու ենք թե ֆիզիկական կուրության մասին, թե նաև հոգևոր կուրության մասին, ու սա մեզ կօգնի ավելի տեսնելու ու հասկանալու այն ամենը, ինչ որ մենք կարիք ունենք տեսնելու եւ հասկանալու, որ մեր հեզև ասած ֆիզիկական տեսողությունը դեռևս չի նշանակում, որ մենք ունենք հոգևոր տեսողություն։ Առաջին եկեք խոսենք ֆիզիկական կուրության մասին եւ այս պարագայում կտեսնենք երկու կույրերի 27-ից 31 համարները։ Գրված է, երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, նրա ետևից երկու կույրեր էին գնում։ Եթե հիշում եք, մի քանի անգամ սրանից առաջ ասել եմ, որ Մատթեոս ավետարանիչը քրոնոլոգիային չի հետևում։ Ինքը ներկայացնում է պատմությունները, կարծես թե մեր մոտ տպավորություն է ստեղծում, որ սրանից հետո միանգամից սա էր լինում, բայց իր նպատակը չէր, որ հերթականության բոլոր պատմությունները տեղադրել այնպես, ինչպես որ ժամանակագրության մեջ եղել էր։ Եվ մենք չենք նայում ժամանակագրությունից ելնելով, այլ նայում ենք նպատակային։ Որն էր նպատակը Մատթեոսի, մենք մի քանի անգամ սրա մասին շեշտել ենք։ Քանի որ գրում էր հրյա հավատացյալներին, եւս մեկ անգամ ուզում էր, որպեսզի իրանք հստակ հաստատված լինեն, որ Հիսուսը ով էր, Քրիստոսն էր, խոստացված Մեսիան էր։ Նա կարիք ուներ ցույց տալու, որ թագավորությունը, որը որ խոստացված էր, Հիսուս Քրիստոսով է գալու եւ նա է թագավորների թագավորը։ Նա կարիք ուներ ցույց տալու նաեւ իր աշակերտների այդ ընթացքով, որ ողջ իշխանությունը պատկանում էր Հիսուս Քրիստոսի ձեռքերում։ Եվ խոսելով սրա մասին, հիմա մենք տեսնում ենք արդեն իսկ որոշ մարդկանց արձագանքը։ Ինչու? Որովհետև Մատթեոսը արդեն իսկ ներկայացրեց, որ Հիսուս Քրիստոս ուներ իշխանություն ընդհանրապես ճշմարտության կամ Աստծո խոսքի վրա, ուներ իշխանություն բնության վրա, ուներ իշխանություն հիվանդությունների դևերի վրա, ուներ իշխանություն բնության վրա, ուներ իշխանության մահվան եւ կյանքի վրա։ Եվ այս ամեն ինչից հետո արդեն Մատթեոսը մեզ առաջ է բերում երկու իրավիճակ, տարբեր խմբերի մարդկանց։ Եվ մենք ուշադրություն ենք դարձնելու արդեն իսկ այս մարդիկ ինչպիսի արձագանք էին ուղում, երբ որ նրանք ինչ արեցին, այս ամեն ինչի մասին տեսան եւ լսեցին։ Եվ մեր առաջ են գալիս երկու կույրեր։ Գիտեք, այն ժամանակահատվածում ընդհանրապես, եթե ֆիզիկական նման տկարություն ունեիր, հնարավորություն չկար որևիցե կերպով աշխատանք ունենալու։ Այդ մարդկանց միակ միջոցը մուրալն էր ընդհանրապես։ Ասեմ, որ կուրության մասին մի քանի հատվածներ կա, որ կարաք տեսնեք Աստվածաշնչի մեջ, եւ բոլոր իրավիճակներում այս բոլոր կույրերը մուրացկաններ են։ Ինչու? Որովհետեւ հիմա է, որ մի քիչ ժամանակակից աշխարհում ենք ապրում, չնայած որ նորից բավականին կույրերի համար դժվարություններ կա, բայց շատ դեպքերում փորձում են հարմարացնել այս մարդկանց համար, թե քահարտակներ են ստեղծում, պարտադիր օրենքով մտցված է։ Եթե օրինակի համար խանութ եք բացում, չեք կարող այդ խանութը առանց թե քահարտակի լինի։ Ճանապարհներն են այնպես անում, որպեսզի կույրերի համար ընթացքը հարմար լինի։ Եթե նկատում եք օրինակի համար լուսացույցը հայտուկ ունի ձայնային ազդանշան եւ մենակ մեր երկրում չի, շատ երկրներում կա, որպեսզի ինչ որ կերպով այս մարդկանց համար ինչ անել, հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ իրենք կարողանան ինչ որ կերպով վաստակեն, ինքնուրույն լինեն, ինչ որ տեղ գնան եւ այլն եւ այլն։ Եվ նույնիսկ կա այսօր Եզև ասած, նույնիսկ գիր գրականություն կույրերի համար, որ մարդիկ կարող են ինչ անել, շոշափելով կարդալ։ Շատ լավ։ Բայց այն ժամանակ նման հարցեր, նման ինչ որ մտածելակերպ գոյություն չուներ։ Կույրերը նորից գտնվում են այն ցածր դասի շրջանակում եւ նաեւ կխոսենք, խնդիրը մենակ նրանց կուրությունը չէր ու այն չէր, որ նրանք աղքատ են, կույր են ֆիզիկապես եւ դրանից աղքատ են։ Խնդիր կար նաև այլ մտածելակերպի, դեռևս խոսելու ենք սրա մեջ։ Բայց ուշադրություն դարձրեք, ասում է երկու կույրեր էին գնում եւ ասում են նրանք աղաղակում էին ու ասում էին, ինչ էին ասում, ողորմիր մեզ Դավթի որդի։ Շարունակությունը, երբ որ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այս ֆիզիկական կուրություն ունեին, բայց կարողություն ունեին տեսնելու ավելին, քան շատ մարդիկ չէին տեսնում։
Իմանալով, որ Հիսուսն անցնում է նրանց կողմով կամ նրանց կողքով, ինչ արեցին։ Սկսեցին աղաղակել։ Ինչի որտեվ հասկանում էին, որ սա նրանց միակ հույսն է։ Միակ հնարավորությունն է, որ բաց թողնել ընդհանրապես չի կարելի։ Չնայած շատերը կային Հիսուս ինքն էր գալիս իրենց մոտ, ասում էին, չէ, ավելի լավ կնի դու ուրիշ ուղղությամբ գնաս, կամ անհավատություն էին ցուցաբերում։ Այս պարագայում քույրերը հասկանում են, որ սա իրենց միակ միջոցն է, որով որ կարող են հարցի լուծում գտնել։ Ինչ արեցին։ Սկսեցին աղաղակել, ու դա բացահայտ կոչ էր ինչի օգնության։ Օգնության վստահ խոսք ուղղվածում Հիսուս Քրիստոսի, որը կարող էր իրենց ցավերին ինչ անել, դարման տալ, իրանց ֆիզիկական խավարը լուսավորել։ Ինչ եմ շեշտում ֆիզիկական խավարը, որովհետև կտեսնեք, որ այդ ֆիզիկական խավարի մեջ լինելով, ֆիզիկական կուրության մեջ լինելով, տեսնում էին ավելին, քան թե շատ տեսնողներ չէին տեսնում։ Եկեք տեսնենք ընդհանրապես ինչ էին նրանք տեսնում։ Հիսուսի մեջ ում էին տեսնում։ Առաջինը ասում են նրանք տեսան, որ Հիսուս գիտեք ով էր, Մեսիան էր։ Մեսիան էր։ Երբ որ նրանք աղաղակում են, ասում են Դավթի որդի, այդ Դավթի որդի տերմինաբանությունը սովորական տերմինաբանություն չէր, սա տիտղոս էր, որը որ վերաբերվում էր Մեսիային։ Մատթեոսը ինքը շատ է կենտրոնանում սրա վրա։ Ասեմ ավելին, երբ որ բացում եք հենց ամենաառաջի տողերը, Մատթեոսի ավետարան առաջի գլուխ առաջի համարը, ինչ են կարդում, ասում է Աբրահամի որդի, Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդաբանությունը։ Մատթեոս հենց ամենասկզբից կենտրոնանում է այս տիտղոսի վրա, ինչու որտեվ հրյաները սպասում էին, որ մեկն է գալու, Մեսիան է գալու, ով որ լինելու է Դավթի տնից, ով որ հաստատելու է այդ թագավորությունը։ Նրանք ընդհանրապես Մեսիայի հետ առաջնահերթ կերպով կապում էին ինչի հետ, թագավորության գահի հաստատման մասին, ու սրա մասին շուտվանից էին տեղյակ։ Նույն 3-րդ թագավորաց 7-րդ գլուխ 12-ից 13 համարների մեջ, երբ որ Աստված խոսում էր, օրհնում է Դավիթին ու ասում է, որ քո սերունդն է, որ կառուցելու է տաճար, այսինքն ուղիղ ուղղված էր այդ պայդրությամբ Սողոմոնի վրա, բայց դրանից հետո նաև շարունակում է 13 համարը, նայեք ասում է, նա իմ անվան համար տուն է շինելու, եւ ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։ Սա արդեն խոսքը չէր գնում Սողոմոնի, որտեղ Սողոմոնից հետո արդեն տեսնում ենք թագավորությունը ինչ եղավ, բաժանվեց, չկարողացան հարցերը լուծել, որդին այդքան էլ հարմար անձնավորություն չէր, ու ինչ եղավ, թագավորությունը կիսվեց, հետո ժամանակը գալիս ընդհանրապես Իսրայելը կորցնում է որևէ թագավորությունը եւ երկար ժամանակ գերության մեջ են լինում։ Հետևաբար ստեղ են խոստումներ, որ գալու է Մեսիան, ում թագավորությունը լինելու է ինչ, հավիտյան։ Սաղմոսների մեջ են կարդում եւ թե մարգարեների մեջ են կարդում Դավթի, այսպես ասած, որդի տերմինաբանությունը։ Օրինակ Երեմիա 33:14-ից 15 համարների մեջ ասում է. Ահա օրեր են գալու, ասում է Տերը, երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին եւ Հուդայի տան մասին։ Այն օրերին, երբ այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շավիղ պիտի ծլեցնեմ, եւ նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։ Ու նման համարները շատ են։ Հետևաբար, երբ որ այս քույրերը մոտենում էին եւ օգտագործում են Հիսուսի նկատմամբ Դավթի որդի տերմինաբանությունը, սա լոկ ինչ որ խոսքեր չէին։ Այդ ժամանակահատվածում շատ հստակ տիտղոս էր, որը որ արտաբերելով ինչ հայտարարեցին, ասին, որ մենք Հիսուս քեզ ընդունում ենք որպես Մեսիա, որպես այն խոստացված թագավոր։ Նայեք, նույն Մատթեոսը նորից շարունակության մեջ այս տիտղոսին դեռևս հետ է վերադառնալու, բայց ուզում եմ այսևի մի մեջբերում անել։ Տեսեք, աշակերտները նույնպես պատկերացնում էին Հիսուսին որպես Մեսիա, բայց ունեին մի քիչ ուրիշ պատկերացում, ինչու, որովհետև իրենց տրամաբանության մեջ Մեսիան, երբ որ գար, միանգամից պետքա թագավորությունը հիմներ։ Իրենց հասկացողության մեջ դեռևս 5 տականում բացահայտ չէր, որ Հիսուս Քրիստոս պետքա գար, խաչվեր, մահանար, համբարձվեր երկինք եւ երկրորդ անգամ գար։ Դրա համար իրենց տրամաբանությունը սահմանված էր հետեւյալով, որ եթե նա է Մեսիան, հենց հիմա էլ այդ թագավորությունը պետքա ինչ անի, հիմնի, հաստատի։ Դրա համար աշակերտները անդադ այս խոսքը ինչ էին անում, մոտեցնում էին, ասում էին.
Եթե դու ես Մեսիան, երբ ես թագավորությունը հաստատելու, մենք արդեն պատրաստ ենք, որպես նախարարներ, որպես քո օգնականներ, մենք պատրաստ ենք։ Բայց մենակ ասա մենք իմանանք ոնց ենք վարվելու եւ այլն եւ այլն։ Եվ ժողովուրդը նույնպես, օրինակ դեռևս առաջ եմ ասում, երբ որ Երուսաղեմ էր մոտենում, ինչպես դիմավորեցին, նորից, որպես Դավթի որդի դիմավորեցին, Օվսաննային երգում, որ նորից ասում էին ազատիր մեզ, փրկիր մեզ, ինչից էր փրկում։ Շատերի տրամաբանությունը հռոմեական այդ կայսրության լծի խնդրից ազատելու նորից այնպես արավ, որ Դավիթի օրոք ինչպեսի հզոր թագավորություն ունեինք, Սողոմոնի օրոք ինչպեսի հզոր թագավորություն ունեինք, հիմա թող հիմնվի։ Բայց կույրերը մենակ այս տիտղոսով չեն սահմանափակվում։ Ուշադրություն դարձեք, դրանից հետո երբ որ շարունակում են ասում են ողորմիր մեզ, ցույց տալով կամ ընդունելով, որ Հիսուս ոչ միայն այդ Մեսիան է խոստացված, այլ նաև ողորմած է, ողորմած մեկն է։ Էլեո բառն են օգտագործված այնտեղ, որ նշանակում է խորապես ցավալ կամ տառապանք կրել կամ ունենալ ուրիշի ցավերի նկատմամբ, այսինքն ցանկանալ օգնություն բերել։ Այս մոտեցումն են ցույց տալի, որ ասում են, այս մոտեցումը ցուցաբերի մեր նկատմամբ, ողորմություն ցույց տուր մեր նկատմամբ։ Տիրոջ ողորմած լինելը մինչև այդ գուցեև լսել էին։ Ինչի, որովհետև տեսել էին, որ խոսակցություն է գնում, որ Հիսուս օրինակի համար շատ հիվանդներին ինչ է անում, բժշկում է, շատ դևեր ուղղակի դուրս է հանում եւ շատ-շատերին ընդունում է։ Բացի նրանից, որ բժշկության հարցը կար, կհիշեք մի քանի կիրակի առաջ, երբ որ խոսում էինք, որ Հիսուս ողորմած է գտնվում նաև այն մարդկանց խմբերի նկատմամբ, ովքեր որ ողորմության ճակերտավոր մարդկանց տրամաբանությամբ արժանի չէին։ Օրինակի համար ողորմությունը ցույց տալի մաքսավորի նկատմամբ, ոչ միայն ողորմությունը ցույց տալի, այլ նաև իրեն աշակերտ է դարձնում։ Սա նորից ողորմության ցուցաբերություն էր, որը որ գուցե այս քույրերը ինչ որ տրամաբանությամբ ինչ որ կերպ ինչ էին արել, լսել էին, որ մեկն է եկել, ով որ հոգա տանում մարդկանց կարիքների մասին, ով որ բժշկում է, ով որ ուշադրություն է դարձում նրանց, ովքեր որ անտեսված են։ Դրա համար փարիսեցիները շատ են խոսում, ասում էին Հիսուս ում հետ է տալի առնում ես ձև ասած, մաքսավորների, մեղավորների հետ է նստում, ուտում, խմում եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը ծաղկացնում էին, բացասական կերպով էին ներկայացնում, բայց նրանք, ովքեր որ այդ կարգավիճակում էին գտնվում, հույս ունեին, որ փաստորեն հայտնվել է մեկը, ով որ իրենց նկատմամբ նման վերաբերմունք կարա ցույց տա, ողորմած կարա գտնվի։ Այս քույրերը ամբողջովին ընդունում էին, որ իրենք անօգնական են։ Այսինքն որևիցե հնարավորություն, որևիցե ինչ որ կերպով ազատվելու հնարավորություն չունեն։ Ֆիզիկապես քույր էին, բայց հոգևոր տիրույթում բավականին էլ ինչ էին անում, տեսնում էին։ Ուշադրություն դարձրեք, որ նրանք չեն հրամայում։ Նրանք չեն պարտադրում։ Դե հիմա կարաս ասեք, լավ Արտուր եղբայր, բայց ոնց կարային պարտադրեին, ոնց կարային հրամայեն։ Ես էլ եմ մեկ-մեկ զարմանում, բայց գիտեք ինչ կա։ Որոշակի խմբի հավատացյալներ կան ճակերտավոր, որոնք որ երբ որ աղոթք են բարձրացնում Տիրոջ առաջ, սկսում են ինչ անել, հրամայել Տիրոջը, հրամայել Սուրբ Հոգուն, հռչակումներ անել, աչ ու ձախ հայտարարել, որ Տիրոջ անունով հաստատ արդեն բժշկված ես եւ այլն, եւ կողքից նայելով անկեղծ մեկ-մեկ զարմանում եմ ու վախ եմ ապրում։ Արդյոք այդ կարողությունը կամ այդ հասկացողությունն ունեք, ով ես դու մարդ արարած, որ Աստծուն ինչ որ բանով ինչ անես, հրամայես կամ ստիպես, որ Աստված մի բան անի։ Հասկանում եք, դե հիմա կարան ասեն, դե ախր գիտես ինչ կա, հիմա գիտենք, որ Տերը ուզում է բժշկի, դրա համար էլ նման ձևով ասում ենք, Աստվածա, որ Հիսուսի անունով ինչ որ ասեք, ժողովուրդ ջան, դա ընդհանրապես կապ չունի։ Ընդհանրապես դրա հետ կապ չունի, մենք շատ ենք խոսել սրա մասին, որ ոչ բոլոր հիվանդները բժշկվեցին եւ ոչ բոլոր դեպքերում է Տիրոջ կամքի համեմատ, որ Տերը բժշկի կամ նույնիսկ, չգիտեմ, այլ հարցերում լուծում տա։ Սա չէ Տիրոջ նպատակը, որ Տերը անի այն ամեն ինչ, որ մենք ենք ուզում, որ մեզ հաճելի լինի։ Այս ամեն ինչը մեր մասին չի, երկրագունդը մեր շուրջը չի պտտվում։ Ամեն բան կատարվում է Տիրոջ անվան ու փառքի համար։
Եվ եթե այո Տերը կամեցավ իր փառքի համար, նաև այդ հրաշքը կանի կբժշկի։ Բայց սրա մեջ մենք ընդամենը մի պարզ կարողություն ունենք ինչ անելու, աղերսելու, աղոթելու, ողորմություն խնդրելու ու ասելու Տեր, եթե քո կամքդ է, թող այսպես լինի։ Եվ դա էլ պետքա փափագենք, անկեղծ պետքա փափագենք, ինչու՞։ Որովհետև Տիրոջ կամքը, երբ որ իրականություն է դառնում մեր կյանքում, դա լավագույնն է, ինչ որ մեր կյանքում կարա իրականություն դառնա։ Լավագույնն է, թեև դա կլինի մի իրավիճակ, որ օրինակի համար ֆիզիկապես պետքա տկար լինենք, ֆիզիկապես ինչ որ խնդիր պետքա ունենանք։ Նրանք Տիրոջը չէին տեսնում, բայց հասկանում էին մի բան, որ իրապես մեկն է, ով որ կանչված է, ով որ օծված Մեսիան է, որը որ նաև ողորմություն կարա ցույց տա, որը որ նաև ողորմած է։ Երրորդ, նրանք տեսան, որ ոչ միայն Հիսուս ողորմած է, այլ նաև կարող է բժշկել, հավատում էին դրան։ Ուշադրություն դարձեք, երբ որ պահը գալիս է, Հիսուս ինչ հարց է տալիս, ասում է հավատում եք, որ կարող է։ Հետաքրքիր է, որ Հիսուս միանգամից չի արձագանքում։ Ուշադրություն դարձեք, երբ որ սկիզբը կարդում ենք, նայեք ինչ է գրված։ Ասում է, երբ Հիսուս այնտեղից հեռանում էր, նրա ետևից երկու կույրեր էին գնում, նրանք աղաղակում էին, ասում էին, ողորմիր մեզ Դավթի որդի, 28 համարը։ Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Այսինքն Հիսուսի պատասխանը միանգամից չէր։ Ուրեմն որոշակի ընթացք է ունենում։ Չենք կարող ասենք ինչքան է գնում, բայց մենք հստակ տեսնում ենք, որ ողորմությունը կար, կանչը կար, եւ գրված է, երբ որ Հիսուս հասավ տուն, կույրերը մոտեցան իրեն։ Ու դրանից հետո Հիսուս նրանց հարց է տալիս։ Ինչ է ասում։ Հավատում եք, որ կարող եմ դա անել։ Գիտեք, այս մոտեցման շրջանակում որոշ աստվածաբաններ մի քիչ բացասական բան են տեսնում, ինչու ասում են, տեսեք, քանի որ կույրերը օգտագործեցին, այսպես ասած Դավթի որդի տերմինը, ուրեմն ամբողջական պատկերացում չունեին Քրիստոսի մասին եւ զուտ մոտենում են իրեն որպես երկրից թագավոր եւ այլն, եւ դրա համար, այսպես ասած Հիսուսը ցույց տալով, որ այդքան էլ ոգևորված չի այդ տերմինաբանությամբ, մի քիչ քայլում է, մի քիչ ընթացք է ունենում, որպեսզի իրանք էլ մի քիչ ավելի քայլեն, գուցե մտածեն։ Իրականում ես այդ ձև չեմ մտածում, ինչու որտեվ արդեն իսկ ասացի, որ Մատթեոս Ավետարանիչը ինքն է կենտրոնանում այս տերմինաբանության վրա եւ ի ամենասկզբից սկսում է խոսել սրա վրա ու սերնդաբանության մեջ էլ դրանից հետո փորձում է ապացուցել ու ցույց տալ, որ Հիսուս Քրիստոս իրապես հենց այդ Դավթի որդին է, Դավթի սերնդից է գալիս։ Բայց ո՞րն էր նպատակը, ինչ հարց կար այդ ամեն ինչի մեջ ցույց տալու։ Ուշադրություն դարձեք, երբ որ կոչ են անում այս կույրերը եւ Հիսուս միանգամից չի պատասխանում, կարային հանձնվեին օրինակի համար։ Կարային ասեն դե լավ, հիմա մի անգամ ասեցինք, հիմա չլսեց, այդքանով ավարտենք։ Ուրիշ մի բան ասեմ։ Կույր լինելով այդքան հեշտ չի քայլել կամ հետևելը։ Դժվարություն կա, խնդիրներ կա։ Մի քիչ պետքա ինչ անենք, քայլենք, քայլեր անենք։ Ուրիշ հարց տամ։ Երբ որ Հիսուս հարց է տալիս, ասում է, հավատում եք, որ կարող եմ դա անել։ Ինքը այդ հարցի պատասխանը գիտեր թե չգիտեր։ Միանշանակ գիտեր։ Հիսուս Քրիստոս շատ հստակ գիտի մեր բոլոր սրտում ինչա կատարվում, ամեն մի ցանկություն, ամեն մի բան ինչ որ ընթանում է։ Այդ դեպքում ինչումն էր հարցը։ Կարիք ունեին կողքի մարդիկ ինչ անելու, լսելու։ Հիսուս այս ամեն ինչը գիտեր։ Այս մարդիկ արդեն որոշակի նաև այս մարդկանց հավատքի ինչերը տեսան, քայլերը տեսան։ Քայլերը տեսան, որ եթե մեկն է գալի Մեսիան, ով որ ողորմած է, մենք մեր դժվարությունը, մենք մեր խնդիր պետքա քաշենք ու պետքա քայլենք նույնիսկ։ Եթե հենց հիմա մեր աղոթքին, մեր աղերսանքին պատասխան չգտանք, դրա համար չպետքա կանգ առնենք։ Այսօր մեր թերմինն ասում է մեկը կանգնել ասել է իրան, երբ որ մի անգամ մի աղոթք եք անում, մի դրանից հետո ձանձրացրեք Տիրոջ հետ, նույն աղոթքը անդադ կրկնելով։ Նորից, ասենք, չգիտեմ որտեղից են վերցնում նրան նման տրամաբանություն, բայց խնդիրը ձանձրացնելը չէ։ Երբ որ մենք շատ անգամներ աղոթում ենք ու Տերը միանգամից պատասխան չի տալիս, Տերը նորից իր նպատակն ու իր ծրագիրն ունի։ Գուցե միանգամից կասի չէ, կամ որոշ ժամանակ հետո կասի չէ, բայց մենք կարիք ունենք
մեր սրտի փոփոխություն կարիք ունի տեղի ունենալու։ Որովհետև աղոթքի խնդիրը մենակ այն չի, որ մենք հայտնենք այն, ինչ որ մեր սրտում կա կամ մեր խնդիրների մասին ասենք։ Տերը այդ ամեն ինչի մասին շատ լավ գիտի։ Կարիքը կա, որպեսզի մեր կյանքում հստակ երևա վեր կախվածությունը Տիրոջից։ Դե համար երբ որ հայր մեր աղոթքն է ասում, չի ասում Տեր Աստված, մի տարվա հացը տուր մեզ այսօր։ Ինչ է ասում։ Ամեն օրվա, ինչու որտես երևա, որ մենք ամեն օր Տիրոջից այդ կախվածությունն ունենք։ Եվ այս քույրերը նույնպես պետք է ցույց տան, որ իրենց հավատքը քայլեր պետք է արտահայտի։ Միանգամից չի այս վարքյանին աղոթեցի, միանգամից պատասխանը բան արեք, տվեք։ Եթե չկա, ուրեմն խնդիր կա։ Ուրեմն Աստված չկա կամ Աստված բարի չէ եւ այլն եւ այլն։ Այս տրամաբանության մոտեցումը մենք չպետք է ունենանք։ Հետաքրքիր է այս տերմինը, երբ որ օգտագործում է, ասում է, որ հավատում եք, որ կարող եմ, դյունոմայ տերմինն է կամ դյունոմայ հունարեն բառն է, որը որ նշանակում է կարող լինել կամ գիտեք նույնիսկ այս բառը նմանել է որոշ ժամանակ հետո այս դյունոմայ բառը ավելի դարձել է ռուսերենով դինամիտն է եւ անգլերենով էլ դայնամիտ, այսինքն այդ պայթուցիկ նյութն է դառնում։ Եվ նման մոտեցումով, երբ որ ասում էին այո Տեր հավատում ենք կամ այդ հավատքը ցույց տվեցին, ինչ էին ուզում ասեն, որ կասկած անգամ չունեն, որ իրենց առաջ կանգնած է մեկը, ով որ իրապես ամենակարող է։ Ամեն բան կարան է։ Լսեք, եթե մեր ժամանակներում դեռևս բժշկությունը հասել է այն պարագայում, որ որոշ քույրերին կարողանում են լիարժեք վերականգնեն տեսողությունը, աչքնահատակն են փոխում, որոշ շերտեր են աչքի փոխում, ասեմ ավելին, հիմա ավելի ենք այնքան առաջ գնացել, որ մարդիկ ովքեր որ նույնիսկ աչք չունեն, արհեստական կամերաներով, ճիշտ է դեռևս որակյալ չի, բայց տարբերում են արդեն լույսը խավարից, որոշակի սիլուետներ են տեսնում։ Մենք խոսում ենք մի ժամանակի մասին, որովհետև որ բժշկությունը առանձնապես ընդհանրապես զարգացած չէր։ Եվ այն ինչ որ իրենք խնդրում էին, այն ինչ որ իրենք ասում էին, իրենք շատ լավ գիտեին, որ այդ ամեն ինչը մարդու համար ինչ է, անհնարին է։ Որևիցե մեկը չկա, որ կարա իրենց այդ հարցում ինչ անի, օգնի։ Դրա համար երբ որ մոտենում են ու Տեր Հիսուս նրանց այս հարցն է տալի, հավատում եք, որ դա կարող եմ անել։ Վկայություն պետք է լիներ նաև ուրիշների համար, որ տեսնեն, որ այս մարդիկ ֆիզիկապես չեն տեսնում, բայց Հիսուս Քրիստոսի մեջ տեսնում են ամենակարող մեկը, ով որ կարա մի բան անի, որը որ երբեք չի տեսել, երբեք դրա մասին չի լսել։ Հասկացնեք մի բան, սա այն օրինակն է, որ Տերը նաև տվել է մեզ։ Ինչի որտեվ իրականում Աստծո համար անկարելի ինչ որ մի բան չկա։ Եթե մի քանի համար առաջ կարդանք կհիշեք արունահոսություն ունեցող կնոջ պատմությունը նույնպես։ Երբ որ դիպավ փրկություն ստացավ, նորից Հիսուս առաջ է բերում։ Ինքը գիտեր ով էր իրան դիպչել, ինչ էր պատահել եւ այլն, բայց կարիքը կար, որպեսզի այն մարդիկ այդ վկայությունը տեսնեին, այս կնոջ հավատքը տեսնեին եւ այս նույն պարագայում քույրերը կարիք ունեին այդ հավատքի քայլն անելու եւ դավանելու, որ այո մենք հավատում ենք Տեր, որ դու այս ամեն ինչը կարող ես։ Կարող ես։ Քո կարողությունների վրա մենք կասկած չունենք։ Եվ մեր կյանքում նույնպես ամեն իրավիճակներում Տիրոջ կարողությունների վրա որևիցե պարագայում կասկած չպետք է ունենանք։ Խնդիրը ուրիշ հարցում է։ Ինչքանով ենք ամենակարող Տիրոջ կամքի հետ մենք համաձայնվում։ Ինչքանով է դա մեզ հաճելի։ Այսրա հետ կապված շատ անգամներ խնդիրներ ենք ունենում։ Ինչի որտեվ շատ դեպքերում Տիրոջ կամքը չի համընկնում մեր ցանկությունների ու մեր կամքի հետ։ Եվ այո Տերը այդ ամեն ինչի միջոցով աշխատում է, որպեսզի մեր կամքը համընկնի Տիրոջ կամքի հետ։ Ու այդ ժամանակ, երբ որ ինչ որ խնդրենք Տիրոջ անունով, Տերն էլ ինչ կանի, կտա։ Երբ որ մեր ցանկությունները համընկնեն Տիրոջ ցանկությունների հետ, երբ որ մեր ընթացքը համընկնի Տիրոջ ընթացքի հետ, այդ ժամանակ ինչ որ խնդրենք, կստանանք։ Դա համար շատ դեպքերում էլ կարող այնպես լինի, որ աղոթեք 1, 2, 3 ու հասկանաք, որ օրինակի համար դրա համար աղոթելու կարիքը չկա։ Ես դրա կարիքը օրինակի համար չունեմ։ Հասկանում եք, մենք աճում ենք նման ձևով։ Բայց նաև լինում է շատ դեպքերում հակառակը։ Մեր կյանքում կասկածում ենք, վարվում ենք այնպես, կարծես թե Աստված չկա, կարծես թե Աստծո ամենակարողությունը ինչ որ կերպով սակարկվել է։
մենք հավատում ու պաշտում ենք ամենակարող Տիրոջը, հիշեք, ու այդ ամենակարող Տիրոջը պետք է հավիտյան փառք լինի։ Ես սա մեր փափագը պետք է լինի։ Սա մեր պատկերացումը, մեր հասկացողությունը պետք է լինի։ Դրա համար ինչքան որ աճեցինք մենք Աստված ճանաչողության մեջ, մեր ընթացքը, մեր վարքը, մեր մտածելակերպը, մեր խոսքը շատ բաներ հայլ է լինելու։ 4. Հիսուսի մեջ նաև տեսան Տեր։ Մոտենում են ասում են այո հավատում ենք Տեր։ Հիմա նայեք, միանշանակ չէ որ Հիսուսին որպես Տեր Եզև ասած ասելով ընդունում էին իրեն որպես Աստված կամ այդ փրկարար Եզև ասած հավատքն ունեին ընդունելով Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ այդ մոտեցումը ցույց տվեցին, հավատքի քայլն արեցին, այդ հասկացողությունն ունեին, որ Հիսուս Քրիստոս կարող է նրանց բժշկել այդ իրավիճակում։ Ես կարծում եմ, որ կարանք նույնիսկ թույլ տալ այս հնարավորությունը, որ այս մարդիկ Քրիստոսին զուտ ոչ թե հարգանքով ներկայացան որպես Տիրոջ, այլ ընդունում էին որպես Տեր, որ իրանց վրա ինչ ունի, իշխանություն ունի, որ ոչ միայն կարա հոգևոր, ոչ միայն կարա իրենց բժշկել ֆիզիկական առումով, այլ նաև հոգևոր առումով։ Ինչու՞։ Այսօր Արմեն եղբայրս նորից մի քանի կիրակյա սրա մասին խոսում էին։ Մարդկանց մտածելակերպի հետևանքով։ Ինչու, որտեվ եթե դու կույր ես, ուրեմն ինչ խնդիր ունես։ Մեղքի խնդիր ունես, Աստծո այդ խնդիր ունես։ Եթե դու այս իրավիճակում ես հայտնվել, մարդկային այն ժամանակվա տրամաբանությունն ու վարդապետությունն ինչ էր ասում, որ մեղքի հետևանքը դա Աստծո պատիժն է, քեզ ուղված։ Ու նույն տրամաբանությամբ էին շարժվում Հիսուսի աշակերտները։ Մի կարծեք, որ աշակերտները այդ տարածքից դուրս էին, չէին մտածում այդ տրամաբանությամբ։ Հովանու 9-րդ գլուխ 1-3 համարներն են կարդում։ Ասում մինչ Հիսուս անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցին նրան. «Ռաբի, ով է մեղանչել, որ նա կույր է ծնվել։ Նա, թե նրա ծնողները»։ Ուշադրություն դարձնում եք, նորից միանգամից ուղիղ զուգահեռ են կապում։ Եթե կուրություն կա, ուրեմն հաստատ մեղ կա։ Հիմա հետաքրքիր է, երբ որ ասում են նա, եթե ի ծնեա կույր, տրամաբանությունը ոնց է մտնում, որ ի ծնե կույրը կարար ինչ-որ մեղ գործեր, դրա համար էր մեղավոր, լավ, եթե տրամաբանությունը այդքան է չի լինում, լավ, ուրեմն ծնողներն են հաստատ մեղավոր, դրա համար էլ երեխեն կույր է ծնվել։ Հիսուս ինչ է պատասխանում։ Հիսուս պատասխանեց 3-րդ համարը. ոչ նա է մեղանչել, ոչ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծո գործերը հայտնի դառնան։ Հիմա նայեք, այս կույրերը ապրում էին մի մշակույթում, որտեղ որ այս տրամաբանություններ աշխատում։ Իրանք էլ էին տենց հավատում գուցե։ Իրանք էլ էին գուցե մտածում, որ իրապես ինչ որ մեղքի կամ խնդրի պատճառով է, որ իրանք կույր են ծնվել։ Հիմա կարծում եք մենք տենց չենք մտածում, մենք էլ ենք տենց մտածում։ Այսօրվա մարդիկ էլ են միջև հիմա նույն տրամաբանությամբ եւ նույն սենտիմենտալ մոտեցումը ցույց տալի։ Դե մենք պատերազմը կրվեցինք, որովհետև Տիրոջը ինչ էինք արել, մոռացել էինք կամ նեղացրել էինք։ Տպավորություն է ստեղծվում, ոնց որ մեր հարևան պետությունը ավելի էր Աստծուն ծառայում։ Կամ օրինակի համար ԱՄՆ-ում, քանի որ գիտեք ինչ կա, հրդեհներ տեղի ունեցան, գիտեք պատճառը որն էր, որովհետև Լոս Անջելեսում Աստծո անվան հետ կապված ինչ որ հումոր արեցին։ Այ միանգամից Աստված ջղայնացավ ու հրդեհներ սկսվեցին եւ այլն եւ այլն։ Սա այն տրամաբանությունն է, որը որ կար առաջ եւ մինչեւ հիմա այդ նույն տրամաբանությամբ շարժվում ենք։ Ռուսներն ունեն այսևի մի արտահայտություն, ասում են «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ», ու մտածում են, որ Աստված էլ է նույն ձևով վարվում։ Ոնց Աստծո նկատմամբ ես վարվում, տենց էլ Աստված է քո նկատմամբ վարվում։ Առևտուր։ Ժողովուրդ ջան, լսեք մի բան։ Եթե Աստված այդ տրամաբանությամբ վարվեր, այս դահլիճում եւ ընդհանրապես երկրագնդից վրա որևիցե մեկը կենթանի չէր մնա։ Ինչի որտեվ ամեն օր շատ դեպքերում, նույնիսկ չեմ ուզում ասեմ ամեն վարքյան, բայց մենք եթե անկեղծ լինենք, կհասկանանք, թե ինչքան դեպքերում ենք անհնազանդ գտնվում Տիրոջը։ Ինչքան դեպքերում մենք ոչ ճիշտ վարք ունենում, իսկ աշխարհիկները անընդհատ են այդ մեղքի մեջ, մեղքի գերի են, մեղքի ստրուկ են, թեև ինչ որ դեպքերում դա չի արտահայտվում, չի երևում, բայց հասկացեք մի բան, ընդհանրապես Տիրոջ առաջ այդ բոլոր մարդիկ ինչ են, մեղավոր վիճակում են, եւ Տիրոջ արդարությունն ասում է, որ միանգամից պետքա բոլորն էլ դատապարտվեն։
Եվ այս խնդիրն ունեին կույրերը, այս տրամաբանությամբ գուցե իրանք էլ էին առաջնորդվում։ Եվ կարիք ունեին ոչ միայն ֆիզիկապես, այսպես ասած, բժշկվելու, այլ այդ ֆիզիկական բժշկությունը նաև ցույց էր տալու, որ իրանք ինչ գտան, ներում գտան, ողորմություն գտան Տիրոջից, որ այլևս այդ հոգևոր բեռը իրանց վրա չկա։ Այդ խնդրի տակ այլևս չեն։ Եթե ներում ստացան, այսպես ասած, բժշկվեցին, ուրեմն նաև ներում ստացան։ Ինչ է ասում Հիսուս, ինչպիսի պատասխան է տալի 29 համարը։ Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. թող ըստ ձեր հավատի լինի ձեզ։ Իրեք արդեն խոսեցինք, իրենց հավատքը հստակ քայլերով արտահայտվեց։ Ու հետաքրքիր է, որ չնայած կույր էին, շատ բան ավելին էին տեսնում, քան թե իրանց շրջապատող մարդիկ էին։ Մարդկանց կողմից անտեսված էին ցածր դասի մարդիկ էին համարվում, բայց այդ ցածր դասի մարդիկ ավելին տեսան, քան թե բարձր դաս համարող շատ հոգևորականներ եւ շատ առաջնորդներ ու շատ մարդիկ։ Ու նույն կարգավիճակ մինչև հիմա այդ տենց է։ Շատ շատերը կան, որ վեր են թռնում, իրանց մարգարե են անվանում, աշակերտներ են անվանում, առաքյալ են անվանում եւ այլն եւ այլն, բայց երբ որ իրանց կյանքը նայում ես, ընդհանրապես մոտիկել չի այդ ամեն ինչին։ Ու այս ամեն ինչը ցույց է տալի, որ մարդիկ կան, որ այս ամեն ինչը ինչ են անում, շահարկում են, օգտագործում են։ Հավատքը պետքա գործեր ունենա, այդ ամեն ինչը հստակ պետքա ցույց տա, երևա։ Այս մարդիկ ֆիզիկապես կույր էին, բայց տեսնում էին այն ինչ որ գուցե մեր մեջ մարդիկ կան, որ մինչև հիմա այդ ամեն ինչը չեն տեսնում եւ չեն ընդունում։ 30 համարը եւ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուս նրանց պատվիրեց ասելով զգուշ եղեք, ոչ ոք չիմանա։ Տիրոջը շոհուներ պետք չէր։ Ինքը ամբողջի կարիք չուներ։ Չնայած այսօր շատ-շատերը կան ճակերտավոր հրաշք են անում, 10 հատ կամերաներ կա TikTok-ում եւ մնացած սաղ տեղերում պտտվում է, մենք էս արեցինք, այն արեցինք, էս կողմ, այն կողմ։ Հիսուս նման ձևով չէր վարվում։ Ինքը կարիքը չուներ ամբողջի, կարիքը չուներ մարդկանց, ովքեր որ Հիսուսին հետևելու են զուտ իր բժշկությունների համար։ 31 համարը։ Իսկ նրանք դուրս ելան ու նրա համբավը տարածեցին այդ ամբողջ երկրով մեկ։ Ճիշտ է, երբ որ կույր էին, կույր ժամանակ շատ բան տեսան, բայց երբ որ ֆիզիկապես բժշկվեցին, ինչ արեցին, անհնազանդություն ցույց տվեցին։ Նորից մենք տեսնում ենք, որ նորից մարդիկ էին, ովքեր որ տկարություններ ունեին, թեև տեսան Տիրոջը, հավատք ունեին այդքան, հրաշքը տեղի ունեցավ, բայց ինչ ենք տեսնում, մի վայրկյան անցնում նորից անհնազանդ են գտնվում։ Հիմա գուցե ուրիշները նորից էլի գովաբանեն ասեն, ախր գնում էին Հիսուսի մասին էին պատմում, թե ինչ հրաշք արեց կողմ են կողմ։ Մենք մեր տրամաբանությամբ խոսքը չպետք է մեկնաբանենք։ Մեր զգացածով չպետք է առաջնորդվենք։ Եթե Տերն ասում է այս պահի դրությամբ, որ լուր պետքա մնային, պետքա լուր մնային։ Չպետք է իրենց տրամաբանության շրջանակում գնային ու պատմեին, թե Աստված ինչքան փառավոր է եւ այլն, ու Հիսուս մեզ բժշկեց։ Սա չէր իրանց նպատակը, եւ եթե այն ժամանակ ֆիզիկապես կույր էին, շատ բան տեսնում էին, հիմա արդեն ֆիզիկապես տեսնում էին, բայց սկսեցին հոգևոր որոշ կուրություն ցուցաբերել, որը որ նաեւ մեր կյանքում է ինչ անում, արտացոլվում։ Մեր ֆիզիկական տկարությունները պետք է որևիցե կերպով պատճառ չհանդիսանան ինչ որ կերպով Տիրոջը չծառայելուն կամ արդարանալուն։ Լսում եք։ Ֆիզիկական տկարությունը երբեք պատճառ չի կարող հանդիսանալ, եթե մենք իրապես փափագ ունենք Տիրոջը ճանաչելու, Տիրոջը ծառայելու։ Նրանց կուրության խնդիր ունեին, սակայն այդ կուրության խնդրի մեջ Հիսուսին տեսան որպես Մեսիա, որպես ողորմած, որպես ամենակարող Տեր։ Արդյոք մենք այսօր ճանաչում ենք այդ Հիսուս Քրիստոսին այնպեսին, ինչպեսին որ ինքը կա։ Արդյոք ճանաչում ենք որպես իրան խոստացված Մեսիա։ Արդյոք ճանաչում ենք ողորմած որպես փրկիչ։ Արդյոք ճանաչում ենք որպես ամենակարող Աստված, ում ձեռքերի մեջ է ամբողջ իշխանությունը։ Արդյոք դավանում ենք իրան որպես Տեր ու փրկիչ։ Սա մի հարց է, որ ամեն մեկս մենք պետք է տանք։ Ու ազնիվ լինենք։ Բայց գիտեք ինչ կար երկրորդ կարգավիճակը, ավելի վատ կարգավիճակ, հոգևոր կուրություն։ Շարունակությունը կարդանք 32-ից 34 համարները։ Երբ նրանք դուրս ելնելով, ահա Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։
Երբ դևը դուրս հանեց, համրը խոսեց։ Հիմա նայեք, շատ չեմ ուզում կենտրոնանալ այս դիվահարության մասին, ինչի որտեղ մի քանի կիրակի առաջ դրա մասին ահագին մանրամասն խոսել եմ, բայց ես հիմա ուզում եմ, որ 33 համարից ուշադրություն դարձնեք երկրորդ խմբի մարդկանց։ Մենք ունեինք կույրերը եւ կույրերի արձագանքը, եւ հիմա ուշադրություն դարձրեք, մեր առաջ է գալիս եւս երկու խմբի մարդիկ։ Երբ դևը դուրս հանվեց, համրը խոսվեց, եւ մարդիկ զարմացան ու ասեցին, որ Իսրայելում այսպիսի բան երբեք չեն տեսել։ Հիմա նայեք, համրը խոսեց, հրաշք տեսան, ու այդ հրաշքի շրջանակում մարդիկ կային, ովքեր որ այս ամեն ինչին ականատես եղան։ Այս ամեն ինչից ականատես լինողները ինչ ասեցին, նման բան չենք տեսել, մեր ողջ կյանքի ընթացքում նման բան չենք լսել։ Ուստեղ մենք տեսնում ենք երկրորդ խմբին, ովքեր որ տեսնում էին, բայց իրականում չէին տեսնում։ Զարմացած այս բառը նշանակում է չափազանց տպավորված լինել կամ անհանգստացած լինել ինչ որ մի բանից, այսինքն մի բան էր, որը որոշակի անհանգստություն էր բերել եւ նաեւ զարմանք էր առաջ բերել։ Մի բան, որ իրենց ողջ կյանքի ընթացքում չեն տեսել։ Ժողովուրդը զարմացավ, բայց այդ զարմանքը չտարավ դեպի հավատքի։ Ինչի, որովհետև տեսնել հրաշք չի նշանակում ինչ անել, հավատալ։ Զարմանքը հավասար չէ հավատքին։ Քանիսը տեսան Հիսուսի հրաշքները։ Հազարավոր մարդիկ կերակրվեցին, հազարավոր մարդիկ հրաշքներ տեսան, քանիսը հավատացին։ Քչերը մատի վրա կարելի է հաշվել։ Այսօր շատ մարդիկ կանգնում են, ասում են, դե գիտեք ինչ կա, ցույց տվեք ինձ Տիրոջը, հենց տենամ, ինչ կանեմ, կհավատամ։ Այ ինչ որ մի բան ցույց տվեք, թող անեն, հիմա դուք մի հատ հրաշք արեք, հենց տեսնեմ ինչ եմ անելու, հավատալու եմ։ Ժողովուրդ, ոչ մի բան չի փոխվելու։ Ինչ որ հրաշք էլ տենան, ինչ են ասելու, դե սրա մեջ ինչ որ մի հատ sense բան կար, էսկոմ ենկոմ խափեություն կար, կամ ինչ որ աճ պարարություն էր եւ այլն եւ այլն։ Ուզում եք ուրիշ մի բան ասեմ։ Իրականում ամեն մարդ ամեն օր տեսնում է Տիրոջ հրաշքը։ Ամեն մեկը ամեն օր տեսնում են Տիրոջ հրաշքը։ Գիտեք որտեղ են տեսնում։ Արարչագործության մեջ։ Իրանց մարմնի մեջ են տեսնում։ Ու այդ ամեն ինչ որ իրանք տեսնում են, չի տանում իրենց, որ գնան ու Տիրոջը պաշտեն։ Հռոմեացիս 1:18-21 ասում է, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ, որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց, ինչպես հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով։ Արդ նրանք որևիցե արդարացում ունեն, չունեն, որտեղ տեսնում են իրականում, չեն կարող ասեն Տեր ցույց տուր, որ հավատանք։ Քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածմունքներով ինչ եղան, ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, որ տեսնեն, տեսնելով չտեսնեն, լսեն, լսելով չլսեն։ Մարդիկ գուցե այսօր զարմանում են բնությամբ, զմայլվում են, նկարում են այդ բնությունը, երազում են ինչ որ բնության գրկում լինելու, իրանց տունը դնելու եւ այլն եւ այլն։ Բայց այս ամենի մեկտեղ ինչ են անում, մերժում են Աստծուն։ Աստծուն հակառակ են ապրում։ Ապրում են այնպես, կարծես թե Աստված չկա։ Հետևաբար տեսնել դեռևս չի նշանակում հավատալ, որտեղ ամեն մեկս էլ տեսնում ենք։ Երկրորդը սովորական մարդկանցից բացի նաև կային փարիսեցիները։ Նրանք ովքեր որ ավելի պետք է, ասենց ասած, լավ հոգևոր տեսողություն ունենային։ Մարդիկ լինեին, ովքեր որ ճշմարտությունը գիտեն եւ այդ ճշմարտության շրջանակում պետքա կարողանան ավելին տեսնեն, քան թե սովորական մարդիկ։ Եթե սովորական մարդիկ հրաշքը տեսան, զարմացան ընդամենը, ասեն մեր կյանքում sense բան չենք տեսել։ Այս էր իրենց դավանանքը։ Փարիսեցիները շատ ավելի կույր էին գտնվում։ Ինչու? Որովհետեւ նրանք իրապես տեսան Քրիստոսի զորությունը, լսեցին ժողովրդի վկայությունները,
տեսան բժշկությունները, բայց ինչ ասեցին, դևերի իշխանի միջոցով է դևերին հանում։ Պատկերացրեք կուրության գագաթնակետը, երբ մարդը լույսը ինչ է անվանում, խավար է անվանում։ Հիսուս ավելի ուշ նրանց մասին ասում է Մատթեոս 15:14. Թողեք նրանք կույր են եւ կույրերի առաջնորդ։ Երբ կույրը կույրին առաջնորդի, երկուսն էլ փոսը կընկնեն։ Հասկանում եք, այս երկրորդ խումբը փարիսեցիները շատ ավելի վատ վիճակում էին գտնվում, որտեղ ճշմարտությունը գիտեին, Աստվածաշունչը շատ լավ գիտեին, նորից տեսել էին այդ հրաշքները, տեսել էին, լսել էին ճշմարտության մասին, բայց այս ամեն ինչի մեկտեղ ինչ արեցին, իրենց սիրտը խստացրեցին, տեսնում էին, բայց չէին տեսնում, ասում էին լույս չի, ինչ է, խավար է, Աստծուց չի, սատանայից է։ Նույնպես եւ այսօր մարդիկ, ես զարմանում եմ, մեկ-մեկ նայում են, հիմա մանավանդ առաքելականի հետ sense բռնցքամարտ է այդում պետության եւ ժողովրդի միջև, շատերը կայանում են ասում են, տեսեք, աղանդավորներն է, սաղ մեղավոր են, էսկոմ ենկոմ, այսինքն մարդիկ ամեն ինչի մեջ ուզում են մարդկանց մեղադրել, ասել դե մենք մեղավոր չենք, սաղ են աղանդավորներն են մեղավոր, սաղ են նրանք են մեղավոր, այս սրանք են, մենք անմեղ ենք, մենք լույսի մեջ ենք քայլում, մենք արդար ենք։ Երբ Հովանես Մկրտիչը մի քիչ ծանր վիճակում էր գտնվում, հարցրեց, ասեց, աշակերտներին ասեց, գնացեք, ասեք, ինքն է, որ պետք է գար, թե ուրիշին սպասենք։ Հիսուս աշակերտներին ասում է, գնացեք, ասեք, կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, աղքատներին ավետարանն է քարոզվում, նորից այս ամեն ինչ են նշաններն էր, որը որ պետքա ցույց տար, որ խոստացված Մեսիան, Դավթի թագավորը Հիսուսն է, որ Քրիստոսն է։ Աշակերտները գնացին, պատմեցին, խոսքը ասեցին, մարգարեական խոսքից մեջբերում արեցին։ Այս մարգարեական խոսքի մասին փարիսեցիները չգիտեին, շատ լավ գիտեին։ Դրա համար ինչ է անում, Մատթեոս այս օրինակն է բերում։ Այս կույրերի օրինակն է բերում, որ նույնիսկ կույրերը ինչ աղան, տեսան։ Ու սա նորից նշան էր նրան, որ այո, Հիսուսն է այն Քրիստոսը, Հիսուսն է այն խոստացված Մեսիան։ Դրա համար նույն Հռոմեացիս նամակի մեջ 24-25 համարների մեջ ասում է. այդ պատճառով էլ Աստված նրանց ըստ իրենց սրտի ցանկության պղծության մատնեց, որպես իրենց մարմինները իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ թե արարչին, որ հավիտյան օրհնյալ է ամեն։ Հասկանում եք, իմանալ, Աստծո խոսքը իմանալ չի նշանակում Տիրոջը խոսքի համեմատ ապրել։ Աստծո խոսքը իմանալ դեռևս չի նշանակում Տիրոջը հավատացող լինել։ Մարդիկ կարան լինեն, ովքեր որ վարդապետ են եւ այլն, շատ քարոզում են, նույնիսկ անում են Տիրոջ համար, դեռևս դա նշան չէ 100%-անոց, որ մարդը վերստին ծնված է, որտեղ մարդը կարա, Աստված կարա նույնիսկ ամենայն անպիտանին պիղծին էլ օգտագործի իր փրկության, իր գործի իրականացման համար։ Ինչպես պետք է անցնենք խավարից դեպի լույս։ Պետք է նախ եւ առաջ խոստովանենք մեր կուրության մասին Հիսուսից առաջ։ Ու այդ կուրությունը նորից եմ ասում, ֆիզիկականը չի իրականում։ Ֆիզիկականը շատ չնչին է, փոքր է, ու այդ ամեն ինչը շատ հստակ երևում է։ Այն հոգևոր կուրությունը, այն սուտը, որով որ մենք ապրում ենք։ Երկրորդը պետք է արձագանքել հավատքով ու ասենք, այո Տեր, դու կարող ես ինչ անել, բժշկել, դու կարող ես բացել։ Այս կույրերը հավատքով քայլեցին, մոտեցան, խոստովանեցին իրենց հավատքը։ Դրա համար նորից դավանանքը կարևոր է։ Եվ երրորդը պետք է քայլենք հնազանդության լույսի մեջ, ինչի որտեվ եթե արդեն լույսի մեջ ենք, լույսի մեջ էլ պետք է ինչ անենք, քայլենք։ Դրա համար Հովաննես 8:12-ում ասում է. «Արդ Հիսուս նորից խոսեց նրանց հետ ու ասաց. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ ետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։ Մեկը որ Քրիստոսի մեջ է, մեկը որ իրապես այդ տեսողությունը վերականգնված է, խավարի մեջ չի քայլում, խավարի օրինակով չի քայլում։ Արդյոք ճանաչում եմ Հիսուսին որպես Մեսիա։ Արդյոք ողորմած որպես փրկիչ ճանաչում եմ ու դավանում եմ։ Արդյոք ընդունում եմ, որ Աստված, Հիսուս Քրիստոս ամենակարող Աստված է եւ մեր Տերն է։ Կույրերը տեսան, տեսնողները չտեսան։ Մենք որ խմբի մեջ ենք։
Հետաքրքիր է Ֆանի Կորբին, որ ֆիզիկապես քույր էր, մեկ անգամ երբ որ ծառայությանն է մասնակցում եւ հովիվը լսում է իր պատմության մասին, տեսնում է թե ինչքան է քույրը ծառայում եւ ասենց ասած կյանքը նվիրել է Տիրոջը, Էզևի մի արտահայտություն է անում, ասում է. շատ եմ ցավում, որ դուք քույր եք։ Նայեք ինչ պատասխան է տալիս քույրը, ասում է. նա ասաց. մի ցավեք ինձ համար։ Եթե հնարավորություն ունենայի ընտրելու, ես դարձյալ կծնվեի քույր։ Քանի որ երբ հասնեմ երկինք, առաջի բանը, որ իմ աչքերը պիտի տեսնեն, Հիսուս Քրիստոսի երեսն է լինելու։ Հիսուս Քրիստոսի երեսն է լինելու։ Իրապես կուզենամ, որ ամեն մեկս այս ֆիզիկական տեսնելու մեջ տեսնենք այն, ինչպես որ տեսնում էին այս քույրերը։ Տեսնենք այնպես, ինչպես որ այս քույրն էր տեսնում։ Ու Տերը այդ հնարավորությունը տալիս է, որպեսզի այդ կուրությունը, որոշ առումով անհնազանդության կուրությունը, կասկածի կուրությունը եւ այլ այս ամեն ինչը ինչ անի, մեր մեջից դուրս գա։ Ու միասին հիմա պետք է աղոթենք, եթե միջև հիմա իրապես Տիրոջը չեք ճանաչում, չեք տեսնում Քրիստոսին, աղոթեք, որպեսզի Տերը այդ կուրությունը ձեզանից հեռացնի։ Աղոթեք, որպեսզի Տերը ձեզ հայտնվի որպես Տեր, որպես Փրկիչ, որպես Մեսիա։ Եթե Քրիստոսին ճանաչում եք, բայց դեռևս ինչ-ինչ հարցերում խավարի մեջ եք քայլում, աղոթեք, որպեսզի Տերը իր խոսքի միջոցով այդ խավարից մեզ ինչ անի, դուրս անի։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս։ Շնորհակալ ենք, որ այո Տեր, երբ քույր էինք, երբ մեռած էինք եւ խավարի մեջ էինք, Տեր, դու ընտրեցիր մեզ։ Դու ընտրեցիր եւ ողորմեցիր, սրբեցիր, մաքրեցիր, Տեր, եւ մեր աչքերը բացեցիր, որպեսզի քեզ տեսնենք, որպեսզի ճշմարիտ լույսը տեսնենք, որպեսզի հասկանանք, որ այս ամեն ինչի ավարտը այո խավարն է, որտեղ որ հույս չկա, Տեր։ Եվ միմիայն քո մեջ է, որ կա ճշմարիտ լույս, ճշմարիտ կյանք։ Տեր, գիտեմ, որ շատ դեպքերում քեզ անհնազանդ ենք։ Շատ դեպքերում վարվում ենք, կարծես, թե մենք էլ ենք կույր, կարծես, թե այս աշխարհի ընթացքով ենք ուզում քայլենք, այս աշխարհի մտածելակերպով ենք ուզում առաջնորդվենք, Տեր։ Մեզ ներիր, ողորմիր, որպեսզի չլինենք աշխարհի նման կույր։ Այլ խոսքիդ միջոցով լուսավորիր մեր ընթացքը։ Թող որ խոսքդ բացի իրապես այն ընթացքը, որով որ ուզում ես, որ մենք ընթանանք։ Եվ հենց այնպես չի, որ ասցիր դու եք աշխարհի լույսը եւ աղը։ Եվ Տեր, եթե այդ լույսը մեր մեջ չի ծագել, եթե դու մեր սրտերում չես ծագել, չենք էլ կարող որևիցե կերպով լույս արձակել, որտեղ մենք ինքներս որևիցե կերպով որևիցե լույս չունենք։ Այլ մեր լույսը դու ես, Տեր Հիսուս։ Ուստի օգնի, որ իրապես խոստովանենք մեր մեղքերը ու քո առաջ սուրբ ու անարատ քայլենք, Տեր։ Չնայենք աճ, չնայենք ձախ, չնայենք թե ինչ է կատարվում մեր շրջապատում, որտեղ ամբողջ աշխարհը խավարի մեջ է եւ խավարն է սիրում։ Օգնի, որպես լուսով որդիներ քո անվան ու փառքի համար գործենք։ Իսկ եթե մեր մեջ դեռևս մարդիկ կան, ովքեր որ դեռևս այս կուրության, հոգևոր կուրության մեջ են, Տեր, դու ողորմիր։ Դու այցելություն արա, որ այդ մարդիկ խոստովանեն իրենց կարգավիճակը քո առաջ։ Ընդունեն քեզ որպես Տեր ու Փրկիչ։ Խոստովանեն իրենց մեղքերը եւ որոշում կայացնեն քեզ հետևելու, Տեր։ Ու այս ամեն ինչի փառքը նորից ուղված է քեզ, Տեր, որտեղ դու ես փրկում, դու ես ողորմում, դու ես սրբացնում, դու ես մեզ ընթացք տանում, մինչև որ կհասցնես դեպի քո փառքը, Տեր։ Ուստի որպես եկեղեցի մեզ միաբանիր, խոսքիդ մեջ պահիր եւ դու փառավորվիր։ Ոչ մի արժանիք չունենք, այլ միայն Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով իր թափված արյան արժանիքով կարող ենք գալ քո առաջ եւ խնդրել ու ողորմություն խնդրել։ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ամեն։